Բարսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող քո հոգու զորությամբ արձակված լինի մեր կյանքերի վրա։ Քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Քո կատարյալ կամքը թող իրականանա ամեն մեկիս կյանքում։ Շնորհակալություն Հիսուս քո հաղթանակի համար, որ դու խաչիրը արդեն իրականացրել ես ու ամեն բան քո ձեռքով արձակված է մեր կյանքերի վրա։ Թող կատարվի այն ամենը, ինչ որ խաչի վրա հաղթանակած արձակել ես մեր կյանքերի վրա։ Փառք Քեզ ամենակարող Աստված, շնորհակալություն քո հաղթանակի համար, որ դու ես խոստմունքի հեղինակն ու կատարողը։ Ամեն քո խոստմունքները այո եւ ամեն են մեր կյանքում։ Ու թող քո հոգու զորությամբ իրականություն դառնան քո որոշված ժամանակին ու քո որոշված ճանապարհներով Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, փառք Հիսուսին ամեն ինչի համար, որ Աստված անում է ու կանի։ Գիտեք, սրտումս մի շատ հետաքրքիր խոսք կա, որը ուզում եմ փոխանցեմ ձեզ, ու այս խոսքի մեջ շատ նուրբ պահեր կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Գիտեք, երբ որ Հիսուսը հարություն է առնում, գալիս է իր աշակերտների մոտ, իր աշակերտները ծովի ափին են լինում ու նորից գնացած են լինում ձուկ բռնելու։ Ու երբ որ իրանք նորից ամբողջ գիշեր չարչարվում են ու փորձում են ձուկ բռնեն ու չեն կարողանում, Հիսուսը ափին կանգնած ձայն է տալի իրանց ու ասում է, որ ուռկանը գցեն նավակի աջ կողմը։ Իրանք երբ որ դա անում են, իրանք ունենում են բավականին լավ որս ու երբ որ այդ հրաշքը տեղի է ունենում, իրանք հասկանում են, որ գործ ունեն Հիսուսի հետ։ Երբ որ իրանք դուրս են գալի ափ, տեսնում են Հիսուսը կրակի վրա արդեն ձկան խորոված է անում, հաց է դրված ու հետո ասում է նաև բերեք ձեր բռնած ձկներից։ Գիտեք, այս պատմությունը շատ հետաքրքիր պատմություն է այն առումով, որ այս ամեն ինչը տեղի է ունենում արդեն Հիսուսի հարությունից հետո։ Մի բան, որը խոսքի համաձայն Հիսուսը խաչի վրա իրականացրեց ու փոխեց մեր բոլորիս կարգավիճակը։ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերը, վերցրեց մեր բոլոր հիվանդությունները, վերցրեց բոլոր աղքատությունը, վերցրեց բոլոր անեծքը, ինքը իր ուժերով իրականացրեց օրենքը, ու մեզ մցրեց շնորհքի մեջ, բժշկեց, հարստացրեց, փրկեց, սրբացրեց, ամեն բան Հիսուսը իրականացրեց իր զոհի միջոցով։ Ու եղել է շատ ժամանակ, որ մենք Աստծո արած աշխատանքը մեր կյանքի վրա տեսել ենք ընդամենը հավատալով, որովհետև արդեն իսկ շնորհքի մեջ ենք։ Ամեն բան Հիսուսի ձեռով արված է ու մենք ընդամենը հավատալով ստանում ենք Աստծո խոստմունքները մեր կյանքում։ Գիտեք, այս պատմությունը ինչով է հետաքրքիր։ Տեսեք, Հիսուսը հարությունից հետո աշակերտներին ասում է, որ իրանք անեն գործողություն։ Երբ որ աշակերտները իրանց ուժերով ձկնորսության էին դուրս եկել ու փորձում էին ձուկ որսալ ու ոչ մի արդյունք չկար, Հիսուսը ուղղություն է տալի, թե որտեղ ուռկանը գցեն, որպեսզի ունենան պտուղ։
աշակերտները լսում են, հնազանդվում են, կատարում են, ունենում են այն, ինչ որ ուզում էին ունենային, արդյունք են ունենում։ Իրանց չարչարանքը վերջապես ավարտվում է արդյունավետությամբ, բայց քանի դեռ Հիսուսը դա չէր ասել, իրանք իրանց ուժերով բոլորը փորձում էին ու որևէ արդյունք չկար։ Ջանքը կար, բայց արդյունքը չկար։ Գիտեք, ստեղ երկու նրբություն կա։ Ինչի համար եմ շեշտադրում անեմ այն բանի վրա, որ Հիսուս արդեն հարություն էր աղել ու արդեն շնորհքը արձակված էր։ Ու թվում է, թե երբ որ շնորհքը արդեն արձակված է, մարդը իր կողմից այլևս ինչ ուզի կարա անի, պետքա հաջողության հասնի, եթե մանավանդ Հիսուսի անունն էլ իր շուրթերին է։ Բայց այստեղ մենք հստակ տեսնում ենք մի իրավիճակ, որ մարդը իր ջանքերով փորձում է ինչ-որ բան անի ու արդյունք չկա, բայց երբ որ լսում է Աստծո ասածին, դրանից հետո անմիջապես երևում է օրհնությունը։ Ու նաև բացի այս դրվագից կա մեկ այլ դրվագը, որտեղ Հիսուսը արդեն իսկ պատրաստած ունի խորովածը, երբ որ աշակերտները մոտենում են, որը աշակերտների բռնած ձուկը չի։ Այսինքն կա ճանապարհ, երբ որ Աստված ասում է, թե ինչ անեն, որպեսզի ունենան պտուղ, եւ կա շնորհք, որ մարդուց ընդհանրապես կախված չի, ու Աստված պատրաստել է մարդու համար օրհնություն։ Երբ որ աշակերտները գալիս են, մոտենում են Հիսուսին, իրանք արդեն իսկ պատրաստի կերակուրի են հանդիպում, որը Հիսուսը իրանց համար պատրաստել է, ու դա իրանց ջանքը չի, դա իրանց ձկնորսության ձուկը չի, դա Աստծո շնորհքով իրանց համար պատրաստված կերակուր է, օրհնություն է։ Գիտեք, սա ասելով ես ուզում եմ ձեզ ասեմ, որ եղել է ժամանակ առ ժամանակ, երբ որ ես եթերներ եմ անցկացրել, եղել է, որ ասել եմ, որ Աստծո օրհնությունը գալիս է ձեր կյանքերի վրա, ձեր քարտերի վրա գումարներ կհայտնվեն, Աստծո հրեշտակները կբերեն ձեզ օրհնություններ։ Հռչակել եմ ձեր կյանքերի վրա բաներ, որ ձեզանից կախված չի։ Որևէ մեկին չեմ ասել, թե ինչ պետքա ինքը անի, որպեսզի այդ օրհնությունները գա։ Տեսեք, կոնկրետ այս դեպքում Հիսուսը աշակերտներին ասում է, թե ինչ անեն, որպեսզի օրհնության մեջ մտնեն։ Բայց մյուս հատվածում, երբ որ աշակերտները արդեն գալիս են Հիսուսի մոտ, ձուկը խորոված պատրաստ է, ու այդ ձկան համար Հիսուսը իրանց որևէ բան չէր ասել, բայց իրանք արժանանում են այդ օրհնությանը։ Նորից եմ ասում, եղել է ժամանակ, որ ես ուղղակի ասել եմ, Աստծո օրհնությունը գալիս է ձեր կյանքի վրա, Աստծո հրեշտակները կգան ձեր հետևից ու ձեր օրհնությունները կհասցնեն ձեզ, ինչքան էլ ուզենաք փախնեք, չեք կարողանալու։ Ասել եմ, որ ձեր քարտերի վրա գումարներ կհայտնվեն, օրհնություններ կգան անհավանական ճանապարհներով, ու դա այն պատրաստված օրհնությունն է Աստծո կողմից, որի համար դուք որևէ ջանք չեք անելու։ Նույնիսկ ձեր հավատքը ստեղ պարտադիր չի։ Ուղղակի Աստված ասում է մի բան ու ինքն էլ անում է, որովհետև երբ որ Աստված Հիսուսը պատրաստել էր այդ խորովածը իր աշակերտների համար, իր աշակերտների հավատքը բացարձակ այդտեղ կապ չուներ։ Ինքը չէր էլ հարցրել ոչ ոման իր աշակերտներին ու ոչ ոման չէր ասել, ուղղակի պատրաստել էր օրհնություն ու դա աշակերտների հավատքից դուրս է։ Ու ձեր մեջ համոզված եմ կան մարդիկ, որ կվկայեն ու վկայել են, որ իրանց կյանքում եղել են անհավանական օրհնություններ, որ ուղղակի իրանց հավատքից դուրս, իրանցից անկախ Աստված բերել է իրանց կյանքի վրա գերբնական ճանապարհներով։ Բայց իմ կյանքում նաև եղել է իրավիճակ, որ ես մարդկանց ասել եմ, որ իրանք պատրաստեն ծրարներ զոհաբերելու համար Երեմիա 51:27 տեսիլքի համար։
ու սա նման է նրան, որ ես իրանց մղում եմ հավատքի գործողության, ակտիվացնում եմ իրանց հավատքը, ու դա հենց այն է, ինչ որ Հիսուսը իր աշակերտներին ասեց, որ ուրկանը գցեն նավակի աջ կողմը, որպեսզի լինի պտուղ, որս։ Ստեղ արդեն պետք է հավատալ ու անցնել գործողության։ Ու նույնպես կան վկայություններ, որ մարդիկ լսելով ուղերձը, որ իրանց դիմել եմ, ասել եմ, իրանք վերցրել են ծրարներ, առանձնացրել են այդ ծրարները, հավաքել են գումարներ տեսիլքի համար։ Որոշակի ժամանակ հետո Աստված իրանց սրտում երբ որ դրել է, իրանք այդ գումարները ուղարկել են տեսիլքի համար, իրանց կյանքում սկսել են օրհնություններ։ Ու նման վկայությունները մի քանիսն են, եթե մարդիկ ցանկանան կոմենտների մեջ այդ մասին կիսվել ձեր հետ, իրանց իրավունքն է, բայց իրանք կարան վկայեն Աստծո փառքի մասին։ Ընդհանրապես Աստծո փառքի մասին վկայելը ձեր իրավունքն է, եթե դուք ուզում եք վկայեք Աստծո գործերի մասին, իհարկե կոմենտների մեջ դուք դա կարող եք անել, եւ ամեն մի վկայությունը փառավորում է Աստծուն, բայց միաժամանակ բարձրացնում է մյուսների հավատքը։ Որ մարդիկ տեսնում են, որ Աստված նույնն է այսօր եւ հավիտյան, եթե մեկի կյանքում գործում է, ուրեմն իրանց կյանքում նույն բանը կարա կատարվի։ Ոստեղ հիմա այս օրինակները բերելով ես ուզում եմ ասեմ, գիտեք, ես երբ որ խոսում եմ հենց այս հատվածի մասին, երբ որ Հիսուսը առաջնորդում է իր աշակերտներին, թե որտեղ ուրկանը գցեն, ու նաև օրինակ բերեցի, որ ես ասել եմ, որ Երեմիա 51:27 տեսիլքի համար, ովքեր որ հավաքեն զոհաբերություն ու հետո զոհաբերեն, իրանց կյանքում կգան օրհնություններ, իդեպ այդ օրհնությունները ես ասեմ ձեզ, դրանք բավականին մեծ օրհնությունն են, մեծամասամբ դրանք տների տեսքով են արտահայտվել շատերի կյանքում։ Իհարկե ես բոլոր վկայությունները չգիտեմ, բայց հիմնականում վկայությունների մեծ մասը, որ ես լսել եմ, դրանք արտահայտվել են տների տեսքով։ Երբ որ մարդիկ որոշում են կայացրել մասնակցեն Երեմիա 51:27 տեսիլքին ֆինանսով, իրանց կյանքերի հատկապես օրհնությունները սկսել են գալ տան տեսքով։ Ու գիտեք, այս մասին ես հիմա որ խոսում եմ, ես պատահական չի, որ այս երկու ուղղությունների վրա ուշադրություն եմ ձեզ դարձնում։ Ես կարևորությունն եմ ցույց տալի տեսիլքի Երեմիա 51:27-ի, որի համար Աստված ինքն է հետաքրքրված ու Աստված ցույց է տալի, թե ձեր կյանքում որտեղ է օրհնությունը։ Կոնկրետ սա ասելով ուզում ասեմ, հնարավոր է ձեր մեջ կան մարդիկ, որ Աստծո գործը ուզում են կատարեն ու շատ տարբեր բաներ են ձեռնարկում, ոնց աշակերտները ամբողջ գիշեր չարչարվում էին, ուզում էին այդ ձուկը բռնեին, բայց չէր բռնվում, որովհետև ուրկանը պետք է գցվեր այնտեղ, որը Աստված է ասում։ Այսօր ես ձեզ ասում եմ, ուրկանը ձեր գցեք Մինի Արարատի ասքանազի թագավորության տարածքում։ Այս քարտեզը որ կա, որտեղ ես ցույց եմ տալի մեր տարածքը, որը Աստված ցույց է տալի, որ Երեմիա 51:27 խոսքի համաձայն Մինի Արարատի ասքանազի թագավորությունն է։ Ու հատկապես շեշտադրում եմ անում, ուրկանը ձեր գցեք այն հատվածում, որը այս պահին թուրքական հատվածն է, արևմտյան Հայաստանի հատվածն է, որը այս քարտեզի մեջ տեսնում եք։ Այս հատվածում սկսեք իրականացնել ձեր այն հոգևոր աշխատանքները, որ ձեր սրտում կա, այն պարգևները, որ դուք ունեք, օգտագործեք այս տարածքում մարդկանց սրտերին հասնելու համար ու Աստծո արքայությունը տարածելու համար։ Երբ որ դուք այս տարածքում սկսեք անել Աստծո գործը, ձեր ուրկանները կլցվեն օրհնություններով, դուք կունենաք հրաշալի պտուղ։ Սա կոնկրետ ուղերձ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ ուզում են Աստծուն ծառայեն ու չգիտեն ինչ անեն, ուզում են հոգևոր աշխատանք կատարեն ու չգիտեն ոնց անեն, ուզում են իրանց ֆինանսները ներդնեն Աստծո գործի մեջ ու չգիտեն ինչ տեսիլքի մեջ ներդնեն։ Ես ձեզ ցույց եմ տալի տեղը, որտեղ պետքա գցվի ուրկանը, որտեղ կունենաք
պտուղ, որտեղ Աստված կփառավորվի ու ձեր կյանքում կգա առատությունը։ Ու սա անկախ նրանից, որ ձեր կյանքում մինչև այդ, եթե նույնիսկ եղել են օրհնություններ շատ տարբեր ճանապարհներով, անհավանական տեղերից գումարներ են եկել ձեր կյանք, դուք տեսել եք Աստծո ձեռքը, Աստծո փառքը տարբեր հանգամանքներում, ես ձեզ ցույց եմ տալի երկու օրհնության հնարավորություններ մի տեղում, երբ որ Աստված ձեզ ուղղություն է տալի, թե ինչ անեք ու դուք անում եք, օրհնված եք լինում, եւ մյուս տեղում, երբ որ Աստված ձեզ բացարձակ ոչ մի չի ասում, բայց ուղղակի օրհնությունները առատորեն բերում է ձեր կյանք, դուք դրանից փախնել չեք էլ կարա։ Աստված նույնն է այսօր, երեկ եւ հավիտյան։ Աստված է որոշում ամեն մեկի կյանքում ոնց արձակի իր օրհնությունները։ Աստված այդ նույն մարդկանց կյանքում, որ իր աշակերտներն էին, միաժամանակ ցույց տվեց, որ իրանց հնազանդությունը կարևոր է օրհնվելու համար եւ միաժամանակ ցույց տվեց, որ իրանցից կախված չի իրանց օրհնությունը, Աստված արդեն իսկ պատրաստել է իրանց համար օրհնություն։ Ես օրհնում եմ ձեզ, որ դուք միշտ լինեք Աստծո կամքի մեջ, պատրաստ լինեք Աստծո ձայնը լսելու, պատրաստ լինեք Աստծուն սպասելու ցանկացած իրավիճակի մեջ։ Աստված հաղթող Աստված է, ու այդ հաղթանակը կայացել ավարտվել է։ Կյանքի ամեն իրավիճակի վրա Աստված կբերի փոփոխություն իր որոշված ձևով, իր որոշված ճանապարհով։ Եթե Աստված ինչ-որ մեկին կոնկրետ ուղղությամբ առաջնորդում է, արա այն ինչ որ Աստված ասում, ու մի ասա, չէ, ես ուզում եմ նախկին ձևերով ինչ-որ մի բան լինի։ Ամեն ժամանակի համար Աստված ունի իր խոսքը, որը քեզ տանում է իր օրհնությունների մեջ ու պահում է իր պաշտպանության մեջ։ Եթե Աստված ազգերին կոչ է անում ու ասում է զինեք, պատրաստեք մինին Արարատն ու ասքանազը, դա ազգերի հնարավորությունն է այս պահին Աստծո կամքը կատարելու, Աստծո խոստմունքի մեջ մտնելու, օրհնություն ժառանգելու համար։ Երբ որ իրանք ուղերձը լսում են ու անարգում են Աստծո խոսքը, եթե դրանից հետո հայտնվում են խնդիրների մեջ, որևէ մեկին թող չմեղադրեն, իրանք են, որ անարգել են Աստծո խոսքը։ Աշակերտները, որ ամբողջ գիշեր չարչարվում էին, երբ որ Հիսուսը իրանց ուղղություն տվեց ու ասեց, թե ինչ անեն, որպեսզի ձկնորսությունը հաջող լինի, եթե իրենք չլսեին Հիսուսին, շարունակեին անել, ոնց իրանք մինչև այդ անում են, իրանք նույն ձև շարունակելու են չարչարվել ու որևէ արդյունք չունենալ։ Օրհնությունը Աստծուն լսելու ու հնազանդվելու մեջ է։ Ու Աստծո շնորհքը գերբնական ձևով արձակված է բոլոր նրանց վրա, ում որ Աստված որոշել է առատապես օրհնի առանց որևէ բանից կախվածության մեջ չդնելով, որևէ հանձնարարություն չտալով։ Ամեն ինչի Տերը Աստված է ու ամեն մեկի Տերը Աստված է։ Ամեն բան խոնարհված է Հիսուսի ոտքերի տակ։ Աստված ոնց որոշում, այդ ձևով էլ անում է։ Ու թող որևէ մեկը չասի, թե ինչի համար այս մեկին սենց անում, այն մյուսին նենց անում։ Աստված է ամեն մարդու Տերը ու ամեն մեկի համար Աստված հոգ է տանում իր որոշված ճանապարհով։ Ես օրհնում եմ ամեն մեկիդ Հիսուսի անունով, որ Աստծո օրհնությունները հասանելի դառնան ամեն մեկի կյանքում ու որևէ մեկը իր մտքով չսահմանափակի Աստծուն ու չորոշի, թե ինչ ճանապարհով Աստված իրան օրհնի։ Աստված ինքն է որոշում քո օրհնությունը, որը անխուսափելի է, որ Աստված կբերի քո կյանքի վրա Հիսուսի անունով, ամեն։ Տիրոջ օրհնությունը ամեն մեկիդ վրա, ու թող Տերս փառավորվի ամեն մեկիդ կյանքի վրա, թող Աստծո վկայությունները իր փառքի գործունեության մասին ամեն մեկիդ կյանքում գնալով շատանան, ու այդ վկայությունները թող բարձրացնեն մյուսների հավատքը ու հաստատեն ամեն մեկին այն ճանապարհի մեջ, որ Աստված տանում է։ Մնացեք Տիրոջ օրհնության ու պաշտպանության մեջ Հիսուսի անունով, ամեն։